Ինչ եք դուք հիմա տեսնում, բաղնիկ, միտեղ, որտեղ շատ գաղտնիքներ են պահվում, որտեղ կարելի է ջուրը բացել ու թաքուն ընկերուհու հետ խոսել, որտեղ բոլորս երգիչ ենք ու ոնց որ ժողովուրդն է ասում, բաղնիքում ամոթն է։ Ու ես հիմա հենց տեղից պետքա խոսամ դաշտանի ու երազախաբության մասին։ Շատ ծնողներ սպասում են ինչ-որ հատուկ օրվա, որ վերջապես սկսեն երեխու հետ խոսալ դաշտանի կամ երազախաբության մասին։ Իմը 12 տարեկանում ա եղել։ Երևի իմ աղջկանն էլ տենց կլինի, ուրեմն ես հələ մինչև 11 տարեկանը ժամանակ ունեմ։ Իմ տղան տենց բաներով ընդհանրապես չի հետաքրքրվում, իսկ որ հետաքրքրվի էլ ընկերներից կամ ինտերնետից կիմանա։ Ինտերնետը կարար օգներ, եթե երեխան իմանար, թե ինչ փնտրի ինտերնետում, եթե իմանար գոնե երևույթների անունները։ Իսկ հիմա դու պատկերացրու, որ դու սպասում ես այդ 11 տարեկանին, իսկ երեխայի դաշտանը սկսվել է 10 տարեկանում, ու ինչ ա կատարվում իր հետ։ Մի օր ինքը պատահաբար տեսնում է Արուն, ու ինչ պետք է այդ տարիքի երեխան մտածի, հիվանդություն, մահ, ուրեմն արի սենց մի բան պայմանավորվենք։ Դու գիտես, որ սեռահասունացումը սկսվում է 8 կամ 9 տարեկանից, ուրեմն սկսի այդ ժամանակվանից խոսել։ Ոչինչ, եթե դրանից հետո ինքը մի քանի տարի սպասի։ Ինչ բացատրես։ Բոլոր աղջիկների մոտ ամսական մի անգամ ինչ որ տարիքից սկսած մի քանի օր անդադ Արուն է գալիս հեշտոցից։ Հեշտոց բառը կարակ փոխարինեք այն բառով, որը որ ընդունված է ձեր ընտանիքում։ Ինչ պետք է անի երեխան։ Ցույց տուր այն միջոցները, որոնք ընդունելի են քո համար, ու բացատրի, թե երեխան ոնց պիտի դրանք օգտագործի։ Ոնց կարող է իրան զգա։ Կարող է այդ օրերին իրան զգա մի փոքր նեղացկոտ ու լարված, կամ կարող է լինի շատ ուրախ ու ակտիվ։ Երբեմն լինում են ցավեր, որովայնի կամ կրծքերի հատվածում։ Իհարկե ձեր աղջիկը այս ամեն ինչից հետո կարող է նաև որոշակի հարցեր ունենա։ Մամ, այդ կեղտոտ Արուն է, չէ։ Չէ, այդ կեղտոտ Արուն չի, այդ մեր օրգանիզմի սովորական Արունն է։ Ու շատ մարդկանց համար շատ կարևոր, որովհետև առանց դրա մենք չենք կարող երեխա ունենանք։ Օրինակ ընկերուս աղջիկը իրան ասել էր. Մամ, բա չի պրծնի մի օր Արունս։ Պետք է իրանց բացատրել, որ Արունը չի պրծնում, որտեղ օրգանիզմում նոր Արուն է ստեղծվում։ Հիմա ով տղա ունի, մտածում է, ինչ լավ է, մեր բախտը բերել է, մենք պրծել ենք այս թեմաներից։ Շատ մի ուրախացեք։ Ձեզ բաժին է ընկել երազախաբությունը։ Երազախաբությունը լինում է տղաների մոտ։ Օրգանիզմում սերնահեղուկ է արտադրվում, որը մի օր դուրս է գալիս օրգանիզմից։ Հիմնականում դա լինում է գիշերը եւ ուղեկցվում է երազով։ Հա, դրա համար էլ կոչվում է երազախաբություն։ Երեխան կարող է արթնանա ու իրան թվա, թե օրինակ տակն է արել, անհանգստանա, վախի զգացողություն ունենա։ Տղաների պարագայում մի փոքր այլ է։ Նրանք ավելի շուտ են սկսում սեռականության մասին խոսել եւ հիմնականում բոլորը նախքան երազախաբությունը իմանում են արդեն այդ երևույթների մասին։ Անկամ շատ ժամանակ իրանք սպասում են այդ հիանալի օրվան։ Շատ ընտանիքներում, որտեղ պապա կա, մաման մտածում է, որ անպայման տղայի հետ պետքա երազախաբության մասին պապան խոսա։ Եթե ձեր ընտանիքում պապան ընդհանրապես երեխայի հետ շատ ժամանակ է անցկացնում, զբաղվում է իր դաստիարակության հարցերով, ապա իհարկե դուք այդ գործը կարող եք վստահել պապային։ Բայց եթե դա պետքա լինի երեխայի եւ պապայի առաջին զրույցը, երեխան կարող է իրան մի փոքր կաշկանդված զգա ու չլսի ընդհանրապես, թե ինչ է իրան իր պապան բացատրում։ Անձամբ ես կարծում եմ, որ թեմաները պետք չի բաժանել պապայի ու մամայի խոսալու թեմաների։ Շատ կարևոր է, որ բոլորս հասկանանք, որ այս թեմաները կարևոր են ու պետք է դրանց մասին խոսալ։ Դուք լավ ճանաչում եք ձեր երեխաներին, ուրեմն ինքներդ կորոշեք, թե որ թեմայի մասին ով խոսի, երբ խոսի եւ ինչպես։ Ամոթը, եթե ուզում ա, կարա մնա բաղնիքում։ Իսկ մենք արի դուրս գանք բաղնիքից ու սկսենք խոսել մեր երեխաների հետ ամենատարբեր թեմաներով։